Գյումրի ընտրությունների իշխանությունը ունի մտահոգություններ, ամեն դեպքում քրեականների ագրեսիվ հայտարարությունները, ոչ քաղաքական գնահատականները տարբեր թեկնածուների վերաբերյալ խոսում է այն մասին, որ ըստ էության Սարիկ Մինասյանի վարկանիշը ցածր է եւ ԿՓ-ն օգտագործում է հին մաշված սկավառակը, թալանի, պատվալներից դուրս եկողների եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում այլ կարծիք կա, որ Գյումրիում Վարդանիկը եւ Մարտունը եւ մնացածը ներկայացնում են նախկին իշխանությունները, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Տենց մարդ կա, որ ասում է մեկը կա, որ ասում է Վարդանիկը դա նոր քաղաքական ուժ է, պրոեվրոպական եւ նոր բարքերի։ Այդ մարդը, այդ տիկին բաձեր հարցին պես պատասխանեցիք կարելի է ես վերջացնեմ իմ պատասխանը, շնորհակալ եմ տիկին։ Կա ինչ որ մեկը, որ մտածում է, որ դրանք տենց նոր առաջադեմ ուժեր են եւ իշխանությունը բարձով է, բարձչով է, Վարդանիկին ճանաչում եք, ազգային ժողովում եղել է, կա մարդ, որ չի ճանաչում իրան։ Այն մյուսներին ճանաչում եք։ Գյումրեցին, գիտեք ինչ, ես իսկ այդ վարկանիշների հետ կապված ես համարում եմ, որ հիմա մենք վարկանիշներից խոսալու կարիք չունենք, որովհետև ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, այդ բոլոր ձևերը շատ լավ գիտի եւ կգնա իր ճիշտ որոշումը կկարողանա։ Վարդան Ղուկասյանն ասում է, արեք գնանք գաղութ, քրեականներին ասում, արեք գնանք գաղութ, տենանք ով լավ տղա դուրս կուկա անդեղից կարող է։ Հա, դե իրեն եմ։ Դե նախ եւ առաջ ինքը չի հասկացել ինքը որտեղ է հայտնվել։ Ինքը չի հասկացել որտեղ է հայտնվել, իսկ իր տեղը իրոք գաղութում է ինձ թվում, հա։